все-таки? Кого вы имеете в виду? Զրպարտել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայ հոգևորականներին։ Եթե որևէ երկրում պարզվի, որ եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող X անձը մանկապիղծ է։ Նա մեղադրանք է հնչեցրել, թե նրանցից 4-5 հոգևորական թաթախված է մանկապղծության մեջ։ Կա 4-5 մարդ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք թաղված են այդպիսի իրավիճակներում։ Դատախազությունում չկա քրեական վարույթ, որը վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու հոգևորականի կողմից մանկապղծության որևէ դեպքի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված հայլուրի հարցմանը այսպես է պատասխանել դատախազության հանրային կապերի բաժնի պետը։ Ինչ է նշանակում 4-5 հոգու մանկապղծության մեջ մեղադրելը։ Գիտեք, սա նողկալի մեղադրանք է, սարսափելի մեղադրանք է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ցավում է, որ նողկալի մեղադրանքների հեղինակը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարն է, որ հանդգնում է պաշտոնն օգտագործելով խոսել ինչ ուզում է։ Ալեն Սիմոնյանը որպես օրենսդիր մարմնի ղեկավար այդպիսի հարցազրույց տալով, սա ուղղակի խայտառակ մի բան է, հասկանում եք, մեր երկրի համար։ Ցավում է իրավապաշտպանը, բայց չի զարմանում։ Հիշեցնում է, Սիմոնյանը այն պաշտոնյան է, որ թքել էր քաղաքացու երեսին։ Կեղտ լցնել մարդկանց վրա, ոչ միայն, գիտեք, հոգևորականների վրա, այլև մեր բոլորիս, այսինքն մենք տեսնում ենք ակնհայտ այդ սուտը, կեղծիկը, ինչ նա դեռ իր վրայից թող չի մաքրել եւ չի մաքրվի այդ թքելու, հա, այդ դեպքը, ու հիմա շարունակում է սա։ Ալեքսանյանը նկատում է, Ալեն Սիմոնյանը նաև այն պաշտոնյան է, որ բոլորից շատ է իրավապահներին դիմում, լրատվամիջոցներին, կազմակերպություններին մեղադրելով իրեն զրպարտելու համար։ Իրավապահ համակարգ չկա, գոյություն չունի։ Իրավապահ համակարգ ունեցող երկրում հիմա Ալեն Սիմոնյանը պետք է դատախազություն հրավիրվեր իր իսկ արած հայտարարությունները բացատրելու համար։ Բայց գիտեք, դատախազը ծառայում է իրենց, նա հանրությանը չի ծառայում, մարդկանց չի ծառայում և սա շարունակվում է։ Ինչու իշխանության հակաեկեղեցական հայտարարություններին չեն արձագանքում հոգևորականները։ Ըստ իրավապաշտպանի ամենաճիշտ մոտեցումն է ընտրել մայրաթոռը։ Չցածրանալ ու չհավասարվել թքողներին, հայհոյողներին, ստողներին։ Ինչին արձագանքի, անիմաստ այդ մանկապղծությանը ինչ արձագանքի, ինչ պիտի անի, ու չի հայոյելու իրենց նման։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կեղտոտ հայտարարություններից պաշտպանվելու կարիք չունի, վստահ է Ալեքսանյանը։ Այդ հայտարարությունները, որ անում են Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները, դրանք ուղղակի կյանքրոցներ են եկեղեցու պատերին։ Իրավապաշտպանն առաջարկում է ընդհանրապես փողոց դուրս գալ ու լսել հավատացյալների կարծիքը։ Ալեն Սիմոնյանն ինչ կուզի կասել։ Իհարկե զրպարտում է, մեր զրպարտանքը ոնց ալեն։ Եթե փաշ չկա, ինչ իրավունք ունի դες բաներ ասել։ Ինչ իրավունք ունի Հայաստանի քաղաքացուն թեկուս լինի վարչապետ կամ նախագահ զրպարտի։ Չէ՞ որ երկուսն էլ Հայաստանի քաղաքացին ունեն լրիվ իրավունք ունեն արտահայտվելու։ Իսկ ինքը բան ունի, ինչ են ասում, փաստեր ունի մահկապության մեջ։ Մարդ տենց ամեն ինչ կարելի է ասել, բայց արդյոք դա նորմալ է եւ մարդկային է եւ ընդհանրապես ճիշտ է։ Օրինակ ամբողջ երկրով մեկ, ամբողջ աշխարհով մեկ նման բաներ ինձ թվում է չի կարելի խոսալ։ Չեմ հավատում։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։